եթե ասում էին, թե ինչ էին ինձանից պահանջում, մի կողմը ասում էր քվեարկի, մյուս կողմը ասում էր չքվեարկես, ճիշտ է, ձայն չտաս։ Այս պահի դրությամբ, եթե քաղաքապետը, մենք քաղաքապետ ենք ընտրում, ինչ ենք անելու, Ժողովուրդ ջան, Մարդուն Գրիգորյանը կամ մասնակցում էր տեղում ընտրությունների, քվեարկությանը, այդ ժամանակ քվորում չէր ապահովում, առաջի փուլում չէր լինի բացարձակ մեծամասնություն, երկրորդ փուլում պարզ մեծամասնություն, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավել ձայն էր տանում, այսինքն այս պահի դրությամբ դա պրավալ էր գնալու։ Մյուս քայլը ինչ էր լինելու, ես բոյկոտում էի այդ ընտրությունները, քվորում չէր լինելու, արդյունքում գնալու էր արտահերթ ընտրությունների գնալու պարագայում դուք այդ ընտրությունների ընթացքում տեսակ ինչ վարչական ռեսուրս կիրառվեց, ինչ հսկայական միջոցներ ու մեթոդներ կիրառվեց, որի արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողացավ հավաքել այդքան ձայն։ Նոր ընտրությունների պարագայում հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենալու էր ավելին, իրենց հաշվարկները, իրենց թեկնածուները ասեց, որ մեր հաշվարկներով 35,000 պիտի մասնակցեր, մենք 17,000 ունենք, 17,000-ով մենք 50 պլյուս էինք լինելու, լավ չէին հաշվարկել, այդ հաշվարկը 35,000-ի պարագայում էին իրանք հաշվարկել։ Եթե արտահերթ ընտրություն լիներ, արտահերթ ընտրությունների ժամանակ ավելի լավ կհաշվարկեին, 17-ի տեղը կլիներ 20 քանի հազար եւ 50 պլյուսը կապահովեն։ Այնպես որ դե եղել է այն, ինչ որ եղել է։ Վարչական ռեսուրս, իսկ մնացածի մասին բազմիցս խոսվել է։ Դադարեցնում ամեն դեպքում մանդատի։ Ինչ։ Նոր տեղեկություն եղավ, որ կենտրոնական ընտրական տեղական տեղի չի դադարեցնում մանդատի, այսպես ձեր թերք չի փոխանցում հաջորդին, այսինքն կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը ում է տալիս չի փոխանցում։ Այսինքն չի փոխանցում։ Չի դադարեցնում, ինքը մնում է ավականու անդամ։ Անկախ Կարենն է մնում, հա։ Այո։ Ես գիտեմ, Վարդան Ղուկասյանի նկատմամբ չկարողացան, այսպես ասած, ցույցել եք ասում, որ քրեական գործերով փորձում էին, այսպես նեղացնել, հիմա ստացվեց, որ ձեր Ժողովուրդ ջան, իրանք ամեն ինչ անելու են, իրանք փորձելու են այդ մանդատների հետ կապված նմանատիպ բաներով փորձելու են այնպես անեն, որ Գյումրին կառավարելի չդառնա, Գյումրին գնա բնակչությունից հնարավոր էլի անդամներ չհաջողի տապալի կառավարման տաբալելու այս պահի դրությամբ ընդդիմությունը հաղթել է եւ ընդդիմությունը, այսինքն Գյումրին ունի քաղաքապետ։ Հիմա տաբալելը ամեն անգամ է կարելի է տաբալել այսպես ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, տաբալեն, նոր ընտրություններ լինի, Դե այս պահի դրությամբ շահագրգռվածը որն է, Ժողովուրդ ջան, ընտրությունը եղել է, այսօր Գյումրին ունի քաղաքապետ, որի դեմ բնականաբար փորձում են այնպես անեն, որ որ հնարավոր է ձեր խմբակցությունից էլի ավականու անդամներ մանդատները դնեն եւ ճնշումներ լինեն։ Նմանատիպ կասկածներ իմ թիմի հետ կապված չունեն, բայց որ պրոցեսները արդեն երևույթը պարզ է, որ ամեն ինչ անում են, որ այս պրոցեսները շարունակվի ու ամեն ինչ անելու են, որպեսզի Գյումրիում պրավալ կնա ամեն ինչը, դա հասկանալի է, զավթեն իշխանությունը վերցնեն, արդեն պարզ երևում է, քանի որ բոլոր առումներով մենք նայել ենք, որ բոլոր առումներով քաղաքապետի կազմած արձանագրությունը հետ անել չի լինելու, այդ մարդը արդեն այդ մանդատը չունի, թե այսօր տարածքային ընտրական հանձնաժողով, իդեպ Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ զանգահարել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ով հավաստիացրել էր, որ պետք չի քաղաքական շարժումներ լինի, ամսի 5-ին մենք նիստ կունենանք, ամսի 5-ի նիստով ձեր համապատասխան մանդատը մենք կփոխանցենք ձեզ։ Վահագն Հովագիմյանը, Վանեցյան Արթուրը 3 մի քանի անգամ նորից զանգարել են նիստի ընթացքում, որ փորձում են բոյկոտել պրավալ տան նիստը, չի պատասխանել, այսօր էլ չգիտեմ երևի, այսօր էլ չեն պատասխանել ու արդյունքում, բայց նիստը ասել էին ժամը 6-ին է լինելու, ոնց են ժամը 6-ին է։
Դեն է ունենք են ինչ որ ունենք ժողովուրդ ջան մեր երկրում օրենքը էս է մեր երկրում օրենքը էս է օրենքի գերակայությունը էս է իրանք օրենքը այսպես են պատկերացնում օրենքը խախտել ոտնահարել մարդու իրավունքը ոտնահարել Իրանից հետո եկող մանդատ ստացողի իրավունքը ընտրվելու իրավունքը ոտնահարել որի արդյունքում իրանք կարողանան եւս մեկ մանդատ հաղթնել Նարեկ ջան Այդ պետք է արդեն իրանցից հասկանանք, որ այդ մի մանդատը իրանց ինչ էր տալիս, բայց դու լավ հասկանում ես, որ այդ մի մանդատը իրանց ինչ է տալիս, որ դրա համար այսքան կռիվ են տվել, այսպես այս սաղ պետությունը խառնել են իրար, հերթական մեկ մանդատը 14-ից դառնալու է իրենց համար 15-րդ մանդատը եւ իրենց մնալու է երկու մանդատի կռիվ են փորձելու տալ, թե որ թիմերի հետ են անելու, թե որի դեմ ինչ են անելու, որի գլխուն ինչ են սարքելու, ինչ հետևանքներ է ունենալու Այն որ ասում էի, որ Գյումրին հետևելու է Վանաձորի օրինակը, այդ իմ ասածները էլի Բայց դուք Վարդան Ղուկասյանի մասով եք անհանգիստ, պարոն Գրիգորյան, բայց պարզվեց ձեր Ժողովուրդ ջան, այսօրվա դրությամբ, այո, փորձում են, բոլորին է փորձում են, բոլորի հետ էլ այդ աշխատանքները տանելու են, փորձելու են բան ապացուցել, բայց էլ եմ ասում Ես իմ ապացուցելիքը ամենակարևորը իմ ասածը իմ խոսքի տերը եղել եմ եւ իմ քվեարկության արդյունքում իմ քվեարկության շնորհիվ ԿՊ-ն քաղաքապետ չի ունեցել թե հիմա յուրաքանչյուրի վրա ինչ կարող են անել յուրաքանչյուրի հետ կապված ինչ խնդրեմ կարող են ստեղծել այսօր տեսնում ենք որ այս իշխանության երևակայությանը սահման Դուք կարծում եք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ճիշտ ասած ես այս պայթրությամբ ես տեղեկություն չունեմ դուք ասեցիք քաղաքապետը մեծ հաշվով իրավունք չունի քաղաքապետի իրավունքները սահմանափակում է այնտեղ որ ինքը արձանագրությունը կազմը վերջացրել է ինքը էլ հետ վերցնելու իրավունքներ չունի Իսկ նույն Կարենը դիմել էր, որպեսզի հետ կանչեին այդ արձանագրությունը։ Կենտրոնական տարածքային ընտրական հանձնաժողովն է այդ գրությանը, որ սպասում էր այսօր մերոնք տարան այդ գրությունը մուտք տվեցին, այդ գրությունն է մեծ հաշվով ժողովուրդ կապ չուներ այսօրվա գործողությունների հետ։ Այդ գրությունը բացասական է կենտրոնական չէ։ Գուցե ինչ որտեղ խնդրել են, պահում են, նշումներ Չենք դիմել, չեմ կարող ասել ինչ հանգամանքներից է, այո ինքը Գյումրիում էր ապրում ու այս պայթորությամբ մենք ինֆորմացիա չունենք։ Ես ճիշտ հասկացա, որ ինքը Արտուր Բալեցյանի այսինքն իր առաջարկած տեխնացուն է եղել ցուցակը։ Դե այս պայթորությամբ այդքան շատ կարևոր չէ։ Իսկ դուք համարում եք, որ քան որ ասացիք, տեսակ ինչ եղավ, դուք համարում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է մտել քաղաքական գործընթացի մեջ, եթե ինչպես ասվում է մանդատը փաստորեն Դե տեսանելի չէ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գծում էր տարածքայինի վրա, տարածքայինը գծում է կենտրոնականի վրա, 3 նիստը բաց պահեցին, ասեցին կենտրոնականի հետ խոսել ենք, այդ գրությունը կա հասնի, մենք վաղը որոշում կկայացնենք, մանդատը կտրամադրենք, այսօր գրությունը մենք տարանք տվեցինք, ապահովեցինք, այսինքն ամեն ինչ արեցինք, որ իրենք տարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենք գային եւ իրենց որոշումը կայացնեն, արդյունքում չկար տարածքայինի նախական չկար, չէին կարող կանչել, չէին կարող գտնել, հեռախոսազանգերին չէր պատասխանում, հետո լրատվամիջոցներին տեղեկություն էր տվել, որ ժամը 6-ին նիստը կանեն, ժամը 6-ին նիստով որոշում կայացնեն, արդյունքում, չգիտեմ, նոր ասեցին, որ ժամը 6-ին էր, ես գիտեմ, որ 6-ին է։ Մանդատի հարցով նոր պետք է։ Այո, նիստը պետք է կայանա ու նիստը կայացնող մարմինը տարածքային ընտրական հանձնաժողովը ժողովուրդ ջան, ինքը ընդամենը գործառույթ չունի անելու։ Ինքը ընդամենը պիտի արձանագրե, որ այս մարդու մանդատից արդեն այս մարդը զրկված է եւ մանդատը փոխանցում է հաջորդ համարի մենք տեխնազույն քաղաքապետի արձանագրությունն է իրավական առումով ամենակարևորը եւ քաղաքապետը իրավունք չունի հետ անելու ես հասկանում եմ այս ժամերն է ցկելը իմ կարծիքով այն է որ եթե դիմվել է դատարան, փորձելու են որոշակի ձևով ինչ որ կասեցում ապահովեն եւ մեր քաղաքը
խմբակցությանը զրգեն մեկ մանդատից, այսինքն դատական process-ներ կնա այդ ժամանակի վրա խաղան եւ մեր քաղաքը խմբակցությունը 5 մանդատով շարունակի աշխատել։